բոխի աչքի առջև, հայ մայրերը վերածվեցին մոխրակույտերի։ Հիմա եկեք մի պահ պատկերացնենք այս երեխաների վիճակը։ Ասենք նրանցից մի քանիսը կենդանի մնացին։ Ինչ որ մի թուրք կամ ասենք մի բարի արաբ նրանց վերցրեց տարավ որպես ստրուկ, ծառա, այդպես լինում էր շատ հաճախ։ Կամ ասենք ինչ որ հրաշքով մազապուրծ եղան ընկան Հայաստան, որբանոց, չէ որ այդպիսիները որբանոցում 100,000-ավոր էին։ Պատմում են, որ որբանոցում, երբ գիշերը մութն ընկնում էր, երեխաները սարսափից սկսում էին ճչալ, եւ դայակներն ու հսկիչները չկարողանալով նրանց հանգստացնել ոչ մի կերպ, ասում էին. «Երեխեք, թուրքերն եկան»։ Ու երեխաները սարսափած լռել են մինչև առավոտ։ Այդպես էլ մեծացել են սարսափած, լուռ սարսափած, որովհետև տասնյակ տարիներ խորհրդային միությունում արգելված է եղել այդ մասին խոսելը, գնդակահարության ու աքսորի վտանգի տակ։ Այդպես էլ մեծացել են լուռ սարսափած, ամուսնացել, երեխաներ ունեցել եւ այդ սարսափի վերքը փոխանցել երեխաներին, մեզ։ Եվ դրա համար էլ մեզ համար ամեն ինչ դառնում է եղեռն։ Ծառերը կտրեցին կանաչ եղեռն, մարդիկ գնացին սպիտակ եղեռն, զորքը ժողովրդին ծեծեց նոր ցեղասպանություն։ Հյուսիսային պողոտայից մարդկանց հանում են զանգվածային տեղահանություններ։ Թե կարծում ենք այդպես են եղել տեղահանությունները։ Ոչ, ծեծով, ջարդով, վայրենությամբ, սպանելով, տղամարդկանց անմիջապես 4 կապել, առանձնացրել են ու ոչնչացրել են։ Չեն գնդակահարել, ոչնչացրել են քարերով, փայտերով, սաղոցներով, կացիններով։ Անպաշտպան ծերերին, կանանց երեխաներին քշել են անապատները։ Միայն 6 ամսվա ընթացքում 1,200,000 անմեղ հայ քշվեցին սիրիական անապատները։ Հիմա եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ էր կատարվում անապատներում։ Առավոտից գիշեր անընդմեջ հարձակվել են խեղճերի վրա։ Թուրքերը, քրդերը, չերքեզները, բանտից ազատված հատուկ կազմակերպված հրոսակախմբեր, ինչ ասես չեն արել, ինչ կերևակայեր թուրքի գլուխը։ Ստրկավաճառ, ինչ զվարճություններ, կանանց ու աղջիկների կուրծքը թրով կտրելը եղել է սովորական խաղ ու զվարճություն։ Ինչ եմ ասում, կանանց բռնաբարել են 10-12 հոգով, որից հետո ոտք էստեղից ջարդել հետագա բռնաբարությունների համար անպիտան։ Երեխաներին մորթել են մայրերի առջև, արյունը խմեցել մայրերին։ Երեխաներին խորովել են կենթանի, միսը կերծել մայրերին, երկելով ճիշտ նույն երկերը, գերեբը գերեմ, քեբաբ լարամ, քեբաբ մենեմ, երմենեմ չոջիղ գեջ բերարամ, նույն երկերը, որ այսօր մենք լսում ենք նույն հաճիկով։ Կանայք ասում է չէին դիմանում խոշտանգումներին, կամ մեռնում էին, կամ զգայազուրկ խելագարվում։ Իսկ ինչ գիտենք, որ Կոմիտասը հետո չսկսվեց խելագարվել։ Երբ աքսորից վերադառնալով պոլիս, տեսավ, որ պոլսում կարծես ոչինչ էլ չի եղել։ Հայերն ապրում են սովորական կյանքով, քեֆեր, ուրախություններ, բաժակաճառեր, հանդիսություններ, հայկական օլիմպիական խաղեր, հեծանվի, լողի, վազքի մրցումներ, ինչ է իսկապես չգիտեին, թե ինչ էր տեղի ունենում։ Չէ որ պատրիարքարանը ստանում էր նամակներ հայության բնաջնջման մասին, բայց պատասխանը նույնն էր միշտ։ Ինչ կրնան կնել։ Ինչ կրնան կնել։ Այո, իսկապես, ինչ կարելի էր անել, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ ինչ որ բան անում էին։ Մի քանի 100 ոսկի ուղարկելով Պոլսից աքսորված մտավորականներին որպես հացագին, պատրիարքարանը իր պարտքը համարում էր կատարած։ Հետո ինչ չհասավ։ Պարզ չի, որ չէր հասնելու, բայց իմ խիղճը մաքուր է, ես ուղարկեցի այդ փողը։ Մի քանի 100 ոսկի։ Եկեք խոսենք փողից։ Կար մի ժամանակ, երբ ողջ աշխարհն էր ծաղրում հրեաներին, ողորմություն խնդրող, լուցկի վաճառող, ջհուդ,
Իսկ այսօր հրեությունը իր իշխանությունն է տարածել աշխարհի մեծ մասի վրա։ Այո, որովհետև դարեր շարունակ ապրելով օտար ժողովուրդների ծոցում, որպես հյուր եւ թշնամի եւ արհամարված, մի քայլ հետ չգնաց իր գաղափարներից, իրեն գահընկեց չհայտարարեց ու հետ չկանգնեց ու երբեք չասաց արա դե ապե ջան ասք չենք էլ ասք չենք։ Որովհետև գլխավոր հակակշիռը նրա մոտ պատկանում է ազգին, որը նա ներկայացնում եւ արտահայտում է իր մտավորական ընտրանու եւ ոչ թե գողական բիզնեսմենների միջոցով։ Որովհետև այո, արդար է նրա մոտ հարստանալու տենչը, բայց ոչ որպես նպատակ, ընդհակառակը որպես միջոց Իսրայելի դատին հզորությանը ծառայեցնելու համար։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր հրեությունը տեր է մի անպարտելի ուժի, փողի եւ խելքի եղբայրության միավորված Սիոնի ծոցում։ Եվ նա կարողացավ իր մեծագույն դժբախտությունը վերածել իր համար օրհնանքի եւ խաղաթղթի ուրիշի դեմ։